Բարև ձեզ, իմ սիրելի հետևորդներ, ձեզ հետ ծովինար հդայական թվահոգեբանն է, նախկինում տարոլակ, և այլն, իսկ հիմա պայծառատես, որովհետև տարոք հարտերը թողել եմ, բայց տարո դասընթացները չեմ թողել։ Մի շատ հետաքրքիր բան ասեմ, ինձ քիչ առաջ շատ հետաքրքիր բան են ուղարկել, որ ինձ զարմացրեց, այստեղ ինչ-որ մեկը կա, հետաքրքիր բան է այստեղ գրել, Խաչատուրին նեղեցինք, վախեցավ, էջը ջնջեց, նման կենթանիներին հենց սենց է պետք։ Ես կուզենայի այս տարո իրան մոք համարող խաբեբային, որովհետև ես սրան վաղուց եմ նկատել և ես չեմ կարծում, որ այս անձը խոսքի 27 տարի իմ դեմք ուտի կա, ինչ-որ իմ աշակերտներին ինչ-որ բանով կարող է վախեցնի։ Ուրեմն մի հետաքրքիր բան ասեմ, այ ոչնչություն, խաբեբա, դու հլը ով ես, որ ինչ-որ մեկին վախացնես, են էլ իմ աշակերտներից նախկինում ինչ-որ մեկին։ Գնա քիթդ սրբի, սլավյանսկի, չգիտեմ ինչով ես զբաղվում, ինչ ես անում, լավ ես անում, բայց դու շատ ցածր աստրալի մակարդակի մարդ ես, որ որևիցե մեկի աշակերտին նախկին փորձես վախեցնես, սկսեմ դրանից։ Երկրորդ, գնա քո գործերով զբաղվի, քեզ մի ներկայացրու, չգիտեմ ով։ Մի մոռացի, որ Ինառա Գրիգորյանը այնպիսի աշակերտներ ունի, որ քեզ այսպես իրանց գիտելիքներով կծալեն, կտանեն ծովը, ծառավ կբերեն։ Սա ականջիդ օղարա։ Ես սիրում եմ շատ գեղեցիկ ձևով բացատրել։ Ես առաջվա նման չեմ սիրում գոռալ, եւ այլը, որովհետև ես կարգի եմ բերել հավասարակշռել իմ էներգիաները, բարձր վիբրացիայի վրա եմ եւ պարապում եմ հիմա յոգայով։ Եվ Աստված մի արածց է, եթե ես մյուս անգամ էլ լսեմ նման արտահայտություն, այս անգամ արդեն լրիվ ուրիշ ձևով քեզ հետ կխոսենք և ուրիշ դաշտում։ Ես կարծում եմ ինձ հասկացար և կինը նման արտահայտություն որ անում է, ուրեմն ինքը փորձում է իմանալով, որ Ինառա Գրիգորյանի աշակերտն է եղել Խաչատուրը, որի ոտքի եղունգը քո նման խաբեբաները չարժեն, ինքնահաստատվի Խաչատուրի անվան վրա։ Մենք ձեր նմաններին շատ լավ գիտենք։ Իսկ մի հետաքրքիր բան ասեմ, լավ մասնագետը գլուխը կախ աշխատում է, ոչ մի տարոլոգի կյանքով չի խառնվում։ Սուսիկ-փուսիկ գլուխը կախ աշխատում է, ապացուցում է իր արդյունքներով։ Իսկ խաբեբաները թարսի պես սիրում են ինքնահաստատվել ուրիշների անվան վրա, փորձելով ծիծաղել, ինչ-որ վատ բառեր ասել, աղտոտել համացանցը և այլը։ Իսկ տարոլոգները, այդպիսի քայլեր չեն անում։ Ռազի նավսիգդա հիշիր։ Եվ մի բան էլ, քիչ դու կախարդ ես, դու ոչ մի կապ չունես մոգության հետ։ Մոգությունը դա արվեստ է և ամեն մարդու տրված չէ։ Մոգերը Հայաստանում դա 2 հոգի է, էլի ականջիդ օղարա, դա ծովինար հիմա, իմ իսկական անունը, լավ հիշի, ականջիդ էլ օղարա, ծովինար Գրիգորյան և Մհեր Զարգարյան, լսեցիր, իսկական մոգերը 2 հատ են Հայաստանում, իսկ դուք հերիքը խաբեք մարդկանց ոտքերի տակ ընկնելով, որ գոնե մի 2 կոպեկ փող աշխատեք, ամոթ է, իրոք ամոթ է, շատ ամոթ է, աշխատում եք գլուխներդ կախ, աշխատեք և հերիքա քիթներդ մցնեք ուրիշների անդրավարտիքի մեջ, որովհետև իրական տարոլոգները նման ձևի իրենց չեն պահում։ Հասկացար։ Այսքանը։ Սիրելի հետևորդներ, որովհետև մենք իրոք ժամանակ չունենք ձեր նմանների, մենք գլուխ քորելու ժամանակ չունենք։ Էդ էր մնացել
ինչ-որ բաներ գրենք, որ մեկի անվան վրա ինքնահաստատվեն։ Այդտենց սիրելի հետևորդներ, ճանաչեք վերջապես խաբեբաներին, որովհետև ես մեկ անգամ չի, որ նկատել եմ, այստեղ բավականին շատ են։ Դուք ծխում եք ոչ, ես խոյ եմ, դրա համար էլ իմ ձայնս այսպիսին է, բնական։ Ես ինչով եմ եզակի, որովհետև խոյ եմ։ Ես ինչով եմ եզակի, որովհետև տեսնում եմ։ Եվ այսօրվա դրությամբ իմ կանխատեսումները միայն պայծառատեսություններ են, ես դրա համար տարոն դրել եմ մի կողմ, և ցիֆրոփսիխոլոգիա, վեդայական ժամանակակից կեյտուի թվագիտություն, և ես վեդայական այսօրվա ժամանակակից թվահոգեբանությամբ նաև կանխատեսումներ եմ անում Հայաստանի համար։ Եվ գլուխս կախ աշխատում եմ, տեսնում եք, ես երկար ժամանակա, ես չեմ մտածում, որ մտնեմ, գումարներ աշխատեմ, չգիտեմ, ընդեղ խաղեր են խաղում, ինչեր են անում, էդ են մարդիկ են անում, ովքեր այսենց նյութականից կախված են։ Մարդու պետք է հոգևոր արժեքները զարգացած լինի, ոչ թե նյութականից կախվեք։ Մի քիչ էլ կախվեք, որովհետև արդեն պատալոգը տեղ չի լինելու, հա։ Եվ հետո չգիտեք, թե ինչ է լինելու։ Գաղտնիք է դա, ես ամեն մարդու դա չեմ ասում։ Այդենց կախված էլ մնացեք նյութականից և այդպես շարունակեք, սիրելի տարոլոգներ։ Ձեր կարծիքով ես ինչու եմ փոխել իմ մասնագիտությունը, դա ձեզ ինչ-որ բան չի հուշում, իսկ եթե մինչև հիմա չեք հասկացել, այդտենց էլ կախվեք նյութականից։ Ցտեսություն, այսօր այսքանը։